Պարոն Մակիչյան, երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հանրապետություն չկա, Արցախի Ղարաբաղյան շարժման էջը փակ է եւ իր հրահանգով աշխատանքից ազատվել է Հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրենը, ով համարձակվել էր փաստորեն մի գիրք նվիրել Միացյալ Նահանգների պետքարտուղարին Արցախի մասին եւ Հայոց ցեղասպանության մասին։ Այդ քայլի համար Նիկոլ Փաշինյանի հրահանգով այդ կինը հեռացվեց աշխատանքից։ Եվ նա երեք հայտարարեց, ով որևէ մեկը եթե կհայտարարի Արցախի հանրապետություն, ուրեմն նա պատերազմ է ուզում, իսկ Ղարաբաղի էջը փակված է։ Որպես արցախյան պատերազմի մասնակից, ես գիտեմ, որ դուք 90-ականներից մասնակցել եք ազատագրման պայքարին, պատերազմին։ Ինչ կասեք։ 44 օրային էր։ Հիմա տեսեք ոնց է, ես ճիշտը պետք է ասեմ, առանց պատերազմի, առանց կռվի, ոնչ հող կարաս վեկալես, ոնչ էլ կարաս հող տաս։ Պետք է պատերազմ եղնի, որ հետ գրավես կամ էլ տաս։ Իրանք մտածված էլ արին։ Այն ժամանակ էլ գոռում էին։ Վայ, Ղարաբաղը մերն է, տալ չկա, տարան կոտորեցին, մեզ էլ հետո հանեցին։ Ով սախ մնաց, ով չէ։ Հիմա այդ ինը չէր, որ ասենք ոչ ոք էլ այդ գարանտիան չուներ, որ ընդդից հետ կգա կամ դուրս կգա։ Հիմա ասենք նմաններին ես կասեմ վաբշե հրապարակի մեջտեղ կախաղանան ու տագինե կրագվառեն։ Ով ուզմալնի, Նիկոլ չլի, ով ուզմալնի։ Նիկոլ չլի, ով ուզմալի, ոչ մի կուսակցություն, ոչ մի ղեկավարություն, ոնչ ազգա ստեղծել, ոնչ էլ երկիր ստեղծել։ Էս իմ ազգն է, իմ հայրենիքն է, իմ պած հայրենիքս է, դե հիմա թող հետ բերեն հայրենիքս։ Բացս հայրենիքը ուրա, այսքան կոտորվենք, այսքան մեռանք, կես մարդ դառած եմ ես միջև հիմա էլ, ոնչ կարգ եմ տալի, ոնչ բան են, ոնչ գործ եմ տալի, սաղ բոլոր մարդերս էլ հերոսաբար մարտնչել եմ, ովքեր իմ այդ ճամփեք են անցել, բոլորն էլ գիտեն, ինձի լավ գիտեն, ու ես էլ բոլորին գիտեմ, միջև Նիկոլ էլ գիտեմ դրանց այդ, սաղ այդ փոքր խմբակից են, մեծ խմբակից են, ինչ են, ոնց ասում են։ Ես չեմ ուզի, որ նման մարդիկ նույնիսկ այս երկրում մնան։ Իրանց կարելի է վաբշե ստուց վթարել, ոչ թե բանտարկել, վթարել, գնդակը հարել, կախաղան անել ու անել, շո ինչ անեմ, այսքան անմեղ մարդկանց բերին կոտորին, բերել են գաղուց սարքել հայրենիքս, ինչ են արել, ինչի համար ենք մեռել այսքան, ինչի համար ենք պայքարել այսքան, այն ժամանակ է խապին, Էփին ժողովրդին, մեզ էլ նույնպես էսա զինվենք, հանձնինս կետ նույն տեխնիկանները էսա ասել են, բոլորին էլ ասում եմ, ես իրանց էլ եմ ասել, չօգտագործեցին թուրքի դեմ, թողել չարին վեր կալենք, մենք արդեն մնացել ենք առանց պատրոն, առանց հացի ջրի, որ հանեցին մեզի, բայց միջև վերջ կայնած ենք եղել, հետի հոկտեմբերի վերջերն ա եղել 20 թվի հադրութի դիրքերից, հետի մենք ամենավերջինը մենք ենք էլ ընդուց, բայց հետի հրահանգով են մեզ հանել, մենք միջև վերջեր պայքարել ենք, մենակով կամ մի հատ ջոկով ես ոնչ կարայի, ոչ ոք էլ չէր կարահանի, որ ասենք մտնեինք ըժդանով, որ գումարտակով էլ հարցակվենք, կարող չկարենայինք, որովհետև մենք ուրիշ չունենք ավտոմատով, SVD-ով, պլիմյոտով չենք կարա, պետք է հրետանի աշխատեր, ավիացիա աշխատեր, որ զորքը առաջ մղվեր, նույնիսկ պահելուց չթողեցին, որ պահենք հանեցին, այնքան տեխնիկան սաղ, բոլոր տեխնիկան բազաները մեր վայենի սաղ հանձնեցին իրանց, հետի իրանց հրամանով էլ եղել է, թող հիների վրա չգցեն, այն հիներից ում էր, Սեյրանին խեն ասում, Քոչարանին խեն ասում, գերոս մարդիկ են խրամազում կայնած ավտոմատը ձեռները կռվել են, թուրք են սպանել, իսկ իրանց գլխովսկի գյուլլեքը չեն շվացրել, դրանք ով են, դրանք ինչ են հասկանում, դրանք ռազմագիտությունից վաբշե գաղապար չունեն, ոչ ոք դրանք, թեկուզ որ ունեն կարող է կարդացածով, բայց փորձը չունեն, կարող է կարդացածով իմանան, բայց հանես դիրքեր խրամատի մեջին, ասկի գլուխն էլ չբարձացնի, ոնչ են գերոց չքաշի վիրավորին, ոչ զոհվածին հանի, ոնչ էլ թուրքին խփի, տոսկի զենքով կայներ, գոնե կայնեին, տենայինք որ հելել են, չեն էլ հելել, ինչ են արել, իրանց համար ստե են գրավել, ստե են պայքարել իրանց համար, ոչ մի բան էլ չեն արել բանակի համար, բանակն է բերին կրճատեցին, ենով որ ասում է, վայ, լավ էր, ես խիսենց, ինչ են հասկանում, աս կռիվ կուտերը տվե բերել են, առանց բանակ երկիր չի կարալնի, լիբոյ երգրել բանակ պետք է, առանց բանակ ոնց կրա երգիր ելնի, ոնց կրա սա ազգիտ անվտանգ պայես, անվտանգության համար դա բանակը պետք է 2 տարին ամենակիչը պայեր,
կրճատեց, բյուջեն է կրճատեց, որ չի կարան, որ սաղ յադեր են առնում արա, յադերնի զենքեր են առնում, արդեն դրան է հասել արա, ժողովրդին հերիք է կոտորեք արա, տարել եք նստել արա, այդքան լափեցիք տարակ, բերեք արա, տվեք զենքը տեխնիկան տվեք, ես զորքն էլ հետը առաջ մղեմ արա, ու բոլոր մարդերս էլ տենց եմ արել, թե 90-ականից, թե 44 օրայից, միտեղ ասեք, որ ես պրոմոխ ունեմ տված, կամ նահանջ ունեմ, մի հատ նահանջը, որ ձեր համանով ա եղել արա։ Հիմա ասում է, եթե այդպես վարվենք, պատերազմ կունենանք եւ ժողովրդին վախեցնում է պատերազմ։ Պատերազմ սենց տենենց պետք է ունենաք, ոնց ունեք, պետք է հարցակվեն, պետք է գանես ասեն դուրս եկեք մեր պապական տներն, ինչ պետք է անենք։ Մենք պապական տներից արդեն դպրոցներ են կառուցել, մակապարտեզներ, ինչ անենք, կանդենք իրանց տանք, ինչ անենք։ Բայց այդ քիչ մի հատ հայ կարա հիմա մտնի Ադրբեջան։ Ինչ կանեն նրան։ Ամեն ինչ, այն ինչը որ մենք հասկանում ենք։ Ու հնարավոր չի, որ ասենք էդի, այտենց ասենք խաղաղություն են կնքել ու դա խաղաղություն կնա, բայց այսքան թշնամիներ կան ազգ, եսա կգան կորուստ ունենք, բան ունենք, ախպերներ ունենք կորցրած, հարազատներ ունենք կորցրած, այս թշնամությունը նա ոնց կարա, ինքը իրանով բերել է, ոնց ուզեցել է, ինքը ոչ թե կուտը կերել է, ինքը ցելով էլ ծախել է երկիրը։ Այսինքն դուք համոզված եք, որ 44 օրյա պատերազմը պայմանավորված պատերազմ է։ Հենց իրանք էլ արել են, հիները հետե վաբշե ոչ մի կապ չունեն, հենց իրանք էլ արել են, իրանց իշխանությունը պահելու համար, իրանց աթոռի համար են իրանք կռվել մենակ։ Արցախը հանձնածը պայմանավորված պատերազմ մեզ բերած մարդը, արդյոք նույն հեշտությամբ չի հանձնի Սյունիքը, Գեղարքունիքը։ Սյունիքը որն արդեն Հայաստանն է հանձնել, Սյունիքն էլ է տվել արդեն, էլի սպասում են որ հետե գան։ Բերել են սաղ մտցրել արդեն գաղութ է սարքել երկիրը։ Թող հետ բերեն, թող բերեք արա, հայրենիքս հետ բերեք արա, պահածս հայրենիքը հետ բերեք արա, մեռանք կոտորվելով արա, ձեր կնանիքի համար մենակ լավ շորեր առնելու հմար եք արա պատրաստ արա, ձեր կնանիքին տարեք տվեք թուրքերին արա, հայրենիքս մի տվեք, հողը ջուրս մի տվեք, ազգիս մի տվեք արա, ձեզի տարեք տվեք արա, թուրքի առաջ կզմեք, չոքում եք արա, Մեզ տավը որ պտի կայն եք կրվեք դոշտակ, դուք եք տղա արա, դուք եք տղա մարդ արա։ Պամուկության Մակիչյան, Մակիչյան, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ապա կկատարվի Ալիևի Չի ընտրվի էդի հաստատ, միջև վերջել գնալու եմ, ինչքան որ ընդիմադիրներ կան, սաղը պտի միանան ու գնան, ինքը չպտի ելնի, վչո, ինքը չպտի ելնի։ Ինչ կկատարվի Հայաստանում, եթե Ալիևի պահանջը կատարվի, 300,000 ադրբեջանցիներ լցվեն Հայաստան։ Ինա հետ էի նոր ասում, հեսա գալու են ասեն մեր պապերի տներն է, դպրոց եք կառուցել, նամակապարտեզ եք կառուցել, դե տվեք մեզի գալու, որդ է տեղավորելու, ես միջև հիմա վարձով եմ մնում, աշխատանքս էլ ինձի չի տալի, վատառողջ էլ մարդ եմ, հանվնասվածքներս ասենք մարտական գործողությունների ժամանակ ա եղել, մի քիչ էլ ասենք այդեն ցերոս բան եմ բռնել, ինձի ոչ մի ձև ես էլի բայվոյ տղա եմ, սպորտով էլ եմ պարապես, սպարծմեն էլ եմ, ու օֆիցիալնի չէ իմ համար Ես կամ ամեն ձև կամ ու ես ամեն փորձել ունեմ։ Ես միջև իմ էլ բայվոյ տղա եմ ու ինձի աշխատանք ոչ մի ձև իմ հակով է ինձի համապատասխան աշխատանք ուզեցի չտվին։ Մի քանի տարի խապեցին այսօր այնօր։ Մնում ասում մենք ելնենք դու նստեք։ Դե հելեք, կնստենք ու կտենակ ոնց կեղնի։ Հելեք։ Դուք համոզված եք, որ այս անգամ մեր ժողովուրդը սխալ ընտրություն չի անի եւ մենք կկարողանանք իսկապես հեռացնել այս Այս ժողովուրդը արդեն ուզում է խելքի գա, որ իրոք ասենք գիտակցել է, որ արդեն էլ մեր վճիռը հանած է, մենք վախճանվում ենք, պետք է միանանք, մի բուր դառնանք, որ կարանք պայքարենք, Այս իշխանությունը էլ չլնի, սրանցական ոչ ոք, այս հանրապետությանը պետք է ուժեղ ղեկավար, ուժեղ հրամանատարություն, ուժեղ բանակ, որ ազգին անվտանգ պահես, ինչով են սրանք ինչ են հասկանում, իրանք լավ էլ հասկանում են, գիտակցելով հանձնում են։ Ով կարող է լինել այդ ուժեղ ղեկավարը։ Ուժեղ ղեկավար, դե հիմա ես կարամ ասեմ առաջինը ըստեից էլ կարամ ասեմ, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, դե որ ասեմ Քոչարյանին այդքան շատ թերագնահատում եք, ես չեմ գնացել, բան չեմ արել, բայց որպես կռվող տղա, ինքը հերոս է, իրոք հերոս է։ Էդին են սարկա չի, դե հա ինչ-որ բաներ կարող է եղնի, բայց այդ մարդը կայնել ավտոմատը ձեռին թուրք է սպանել, ձեռները ջեբը կայնել, Ալիևները հերու տղա, տղեն ընդ չասավոյի պես է կայնել, դողալուս են եղել, ոչ թե սրա նման գնացել են, վայ, ինչ անենք։
տղամարդ չկա այստեղ, այդ ղեկավարության մեջ տղամարդ չկա, ոնց էլ հրամանատարության մեջ, ոնց էլ իր նախարարների մեջ։ Սաղինը քացով ծեծելու լարելու է։ Եվ ամփոփենք ձեր վերջի խոսքը ժողովրդին, ինչ կոչ կանեք մեր ժողովրդին։ Ժողովուրդ ջան, միացեք, բոլորդ էլ ես կոչ կանեմ էսի, այս ներկա գործող իշխանությանը մեկը դելա ձայն չտակ, թե չէ բոլորիդ էլ ով նրան ձայն տվա, Ոյետյանից գնաց թուրքի լամուկին եմ նայելու որպես ազգի դավաճան եմ նայելու ու հայրենիքս պահանջել եմ ձեզանի, որ ես ընդմեռնելուս եմ եղել, ընդել չեք եղել, արա, ոչ մի կռվին ձեզ չեմ տեսել, արա, որոտեք պաշտոններ եք զբաղեցրել, ռուլիտ եք անում, ձեր կնանիքին, ձեր աղջիկեքին տարեք տվեք թուրքերին, արա, հայրենիքս մի տվեք, ազգս մի ծախեք, արա, իմ պահած երկիրն է, իմ պահած հայրենիքս, արա, հետ բերեք դա, արա,